Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Մոտ մեկ ամսյա նստացույցից հետո առաջին անգամ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Ազատության հրապարակի վրան շտաբ ու հանդիպել նստացույց անող արցախցիներին։ Հայտնել է իր լիակատար աջակցությունը։ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Շահրամանյանը թեև դիրքորոշում ունի, բայց ասում է, վարչապետի հրաժարականը կարող են պահանջել միայն նրան ընտրողները։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել եք։ Ոչ։ Պես չերես։ Ոչ, Իսկ ձեր ներկայացուցիչների միջև հանդիպում եղել է եւ օրինակ գրասենյակ տրամադրելու հարցի շուրջ քննարկում եղել է։ Ում հետ։ Ռոբերտ Քոչարյանի։ Ոչ, մենք նման հանդիպումներ չենք ունեցել, ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել։ Սկզբնական շրջանում ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ հանդիպումներ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի հետ, եւ ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել։ Արցախի առանձին ներկայացուցիչների, քաղաքական գործիչների կողմից հնչում են տեսակետներ, որ այս իշխանության օրոք հնարավոր չէ Արցախը նորից վերադարձնել, բանակցային առհասարակ այս իշխանությունները փակել են Արցախի էջը, հետեւաբար պետք է հեռանան։ Դուք կիսում եք այդ տեսակետները։ Ես այդ հարցին մի քանի անգամ առիթ եմ ունեցել պատասխանեմ։ Արցախի էջը փակելու մասին, դա չշարունակելու մասին, բաց հայտարարություններ է հնչել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ այդ հայտարարությունները անողները ակնկալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը։ Ես էլ եմ ակնկալում, Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք այո ունենք մեր դիրքորոշումը, որը այս պահին ես ճիշտ չեմ գտնում ասել։ Մեջ կաշկանդված չեմ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այսօր խորհրդարանում էր ներկայացնելու դատախազության գործունեության հաղորդումը։ Նիստը բավականին երկար է տևել ու Վարդենյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Տիկին Վարդապետյան, հանցագործության մասին հաղորդում են տալի ժողովում։ Տիկին Վարդապետյան, հանցագործության մասին հաղորդում։ Ազգային ժողովում, Տիկին Վարդապետյան։ Ազգային ժողովում կրկին շարունակվում են հարցերը, քաշքշուկները, ինչու է գլխավոր դատախազությունը անգործություն ցուցաբերում, որ պատգամավորները շարունակում են հասարակությանը արամարելով կրկին հայացքներ։ Որ Ժորժա չեք թողում նույնիսկ ես աշխատասենյակ մտնեմ։ Սա նորմալ է, որ ինձ եք բրդում։ Բաց է ճանապարհը կարող եք մտնել։ Այն օրը երեք հարցազրույց եք ուզում, բոլորս տեղ եմ հարցազրույց ունեք, ուզում եք տամ, խնդրեմ։ Դե հետաքրքիր չեմ։ Ձեզ համար դատախազը չի պատահել։ Պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու չունի եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնի։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որն ասել էր, թե Փաշինյանին հեռացնելու ժամանակը եկել է, հստակ ծրագիր կա։ Որպես հավաքական տեսակետ պատիվ ունեմ, կարող եմ ասել, որ մենք իհարկե համարում ենք, որ իմպիչմենտը դա իրավական առումով լավագույն լուծումն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու եւ միակ իրավական ճանապարհն է խորհրդարանի միջոցով, որպեսզի մենք կարողանանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել եւ հեռացնել։ Բայց այս պահի դրությամբ մենք չունենք վարչապետի թեկնածու միասնական, որը որ կարող է կոնսոլիդացիա ապահովել նաեւ խորհրդարանում, որովհետեւ իմպիչմենտի գործընթաց սկսելը մի բան է, ավարտելը մի բան է։ Սկսել կարող ենք հենց այս պահից եւ ես ուրա Հերմինեն, ես արդեն ունեմ իմ վարչապետի թեկնածուն, ես Հերմինեին առաջարկել էի, այսինքն սկսել կարող ենք միշտ, բայց գործընթացի ավարտի համար մեզ անհրաժեշտ են ձայներ, բայց այս պահի դրությամբ, ինչպես ֆիքսեցի, պատիվ ունեմ խմբակցությունը չունի վարչապետի թեկնածու, եթե լինեն այլ առաջարկներ, սիրով կքննարկենք եւ սիրով կհամաձայնենք։ Թուրքիան նորից ցնցվել է այս առավոտ։ Քութահիա նահանգում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Օջախը գտնվել է գրեթե 9 կիլոմետր խորության վրա։ Ստամբուլի բնակիչները ահաբեկված են եւ գիշերում են վրաններում։ Նրանք վախենում են նոր երկրաշարժից եւ ավերածություններից։
Մոսկվայի Բալաշիխինայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրենության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։ Նա զոհվել է բնակելի շենքի բակում կայանված մեքենայի հզոր պայթյունից։ Volkswagen-ում տեղադրված ինքնաշեն սարքը պայթել է այն ժամանակ, երբ գեներալը դուրս է եկել տնից։ Ռուսաստանի քննչական կոմիտեն պայթյունը որակել է սպանություն։ Երկրագնդի վրա թեժ կետերն ավելանում են։ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները սրվել են։ Հնդկաստանի բանակը հայտնել է, որ Պակիստանը կրակել է սահմանային հենակետի ուղղությամբ։ Հնդկաստանը փակել է Ինդուս գետի հոսքը դեպի Պակիստան, փակելով ամբարակներով եւ ջրանցքներով ջրի հոսքը վերահսկող բոլոր 4 փակ դարպասները։ Սա այսպիսի շրջափակման առաջին դեպքն է 1960 թվականի համաձայնագրի ստորագրումից հետո։ Հնդկաստանը որոշել է կրճատել Հնդկաստանի եւ Պակիստանի դեսպանատների անձնակազմը 55-ից մինչև 30 հոգի։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ աշխարհը պետք է մտահոգվի Հնդկաստանի հետ հակամարտությամբ։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ապրիլի 7-ից 11-ը գործուղվել էր ԱՄՆ, այցի նպատակը գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելն է եղել, սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան Հայաստանի իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ։ ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած եւ ընտրություններում Քամալա Հարիսին պաշտպանած Հայաստանի իշխանությունները Թրամփի ընտրվելուց հետո անհեթեթ վիճակում են հայտնվել եւ փորձում են իրենց սխալները շտկել։ Սակայն բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում, այնպես էլ ձախողվել է նաև Գալյանի այցը։ Քարորիա ուղևորության ընթացքում միակ բանը, որ նա կարողացել է անել, ԱՄՆ պետքարտուղարությունում ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական, որը Մինսկի խմբի նախկին համանախագահն էր։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը ոչ հանդիպման մասին, ոչ ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ չկա պաշտոնական հաղորդագրություն։ Հավանաբար այնքան են նեղվել ցածր մակարդակի հանդիպման փաստից, որ գերադասել են լռել։ Ժողովուրդը գրում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը։ Սուրեն Նազինյանը ապրիլի 21-ին հայտնեց, որ Հայաստանի առողջապահության նախարարի գրության հիման վրա իր եւ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։ Ժողովուրդ օրաթերթին առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնական խողովակներով լուրեր հասան, որ կենտրոնի տնօրենի եւ նախարար Ավանեսյանի միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների։ Պարզվում է ներքին տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի։ Արդյունքում այս թեման դարձել է ներքին կռիվների պատճառ եւ Ավանեսյանը շունչը պահած սպասել է, թե երբ պետք է պայմանագրի ժամկետը Նազինյանի հետ ավարտվի եւ նրան հրաժեշտ տա։ Այդ ընթացքում նախարարությունից ժողովրդին շարունակ լուրեր էին հաղորդում, թե Նազինյանին Ավանեսյանը ցանկանում է հեռացնել աշխատանքից քինարփուկների հաճախ մասնակցելու համար։ Իդեպ լուրեր կան, որ նախարար Ավանեսյանը դեռ Նազինյանին փոխարինող չի գտել եւ փնտրտուքի մեջ է։ Ժողովուրդ օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 1 տոննա կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման 24 ամիսը կլրանա մայիսին։ Նախաքննական մարմինը 30 ամիսը լրանալուց հետո պետք է որոշում կայացնի։ Կամ կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, կամ գործը ուղարկվի դատարան, ասել է, թե նախաքննական մարմինը փակուղ առաջ է։ Գործը մինչև վերջ հնարավոր չէ բացահայտել եւ տևական ժամանակ է ինչ գործով անցնող մեղադրյալներին իրավապահները չեն էլ անհանգստացնում։ Իսկ ինչպես ասել էր կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, հայտնաբերված գալի քանակով կոկաինը տեղում է, պահվում է ԱԱԾ-ում։ Սոցցանցում լայքեր ստանալու մոլուցքից շատերը ծայրահեղությունների են դիմում։ Դա ակնհայտ է դարձել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ, որտեղ ոմանք սելֆի են արել Պոնտիֆիկոսի դագաղի մոտ։ Հավատացյալներն այս պահվածքից վրդովել են։ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը ներկա կլինեն շատ երկրների առաջնորդներ, նաև Հայաստանի նախագահը։ Ճապոնիայում տղամարդը 10 տարի գումար է խնայել իր նվիրական երազանքի $306,000 արժողությամբ Ֆերարիի համար, սակայն գնելուց 1 ժամ հետո այն ամբողջությամբ այրվել է։ 33-ամյա Հոնկոնը դուրս էր եկել թեստ դրայվի։ Ընթացքի ժամանակ նա սպիտակ ծուխ է նկատել, կանգ է առել եւ կանչել հրշեջներին։ Հաջորդ 20 րոպեների ընթացքում նա հետևել է, թե ինչպես է իր երազանքը այրվում։
Եղանակ հանրապետության տարածքում ամսի 26-ից 29 անձրև կտեղա, որոշ հատվածներում հորդառատ, քամին կուժ գնանա վարկյանում 22 մետր, ջերմաստիճանն այսօր կիջնի մինչև 3 միշ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։